Մասնավորապես հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 1 ամսից, ինչպես խոստացել էր Արդարադատության նախարարը։ Ոչ։ Որտեվ չենք հասցնի։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը վստահ է, նախարարի նշած ժամկետում չեն հասցնի ավարտել, նույնիսկ մինչև հունիսի խորհրդարանական ընտրություններ չեն ավարտի։ Անելիքները, ասենք թե գլուխներ կան, որոնք դեռ չենք էլ անցել։ Կառավարության գլուխը կա, դատական իշխանության գլուխը կա։ Խորհուրդն այսօր նիստեր հրավիրել ու այսուհետ նիստերը շարունակվելու են ակտիվ ռեժիմով, կհանդիպեն ամեն շաբաթ, որ նախագիծը կարողանան ավարտել։ Այսօրվա օրակարգում անհատական տվյալների պաշտպանության հարցներ, անկախության հռչակագրի հարցին դեռ չեն հասել։ Անկախության հռչակագիրը կլինի նոր սահմանադրությունում, թե ոչ, ինչպես պահանջում է Բաքուն։ Ես չգիտեմ այդ հարցի հասցեատերը, ես չեմ։ Այսօրվա օրակարգում չկա, մյուս նիստի օրակարգ դեռ չունենք։ Բաքվի համար Հայաստանի սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է։ Պահանջում են, որ սահմանադրության նախաբանից հանվի Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին։ Բաքվից պնդում են, թե տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ If we just trying to simplify the situation, we'll only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը 0 է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Վարչապետ Փաշինյանի հավաստիացումներից հետո էլ, որ Հայաստանը հարևաններից տարածքային պահանջներ չունի, ադրբեջանական իշխանությունը չնահանջեց։ Նիկոլ Փաշինյանը, որ սահմանադրության փոփոխությունը բացատրում էր գործող սահմանադրության լեգիտիմության պակասով, ամիսներ առաջ ուղիղ հայտարարեց, անկախության հռչակագիրը չպետք է լինի նոր սահմանադրությունում։ Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Խորհրդում հռչակագրի վերաբերյալ դիրքորոշումը միանշանակ չէ։ Օրինակ Արթուր Սաքունցը դեմ է, որ մայր օրենքից հռչակագիրը հանեն։ Չի կարող հռչակագիրը հանվի սահմանադրությունից, որովհետև հռչակագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետության պետական կառուցվածքի սկզբունքները։ Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն, դա մեր ծննդականն է, այսպես ասեմ, սահմանադրությունը Բաքվի չէ, Մոսկվայի չէ, Բրյուսել կամ Վաշինգտոն, որևիցե մեկի գործը չի։ Քաղաքացիական հասարակությունից խորհրդում ներկայացված Դանիել Իոաննիսյանի համար անկախության հռչակագրի հարցը նույնքան կարևոր չէ, որքան հակակոռուպցիոն մարմինների հարցը։ Նախկինում Իոաննիսյանը ուղիղ դեմ էր, որ հռչակագիրը մայր օրենքից հանվի։ Իմ համար շատ ավելի կարևոր է, որ սահմանադրությամբ օրինակ ամրագրվի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը եւ դա մեր պետության համար շատ ավելի կարևոր բան է, քան դեկլարատիվ հղումը հռչակագրին։ Մեծ հաշվով ես համարում եմ, որ հռչակագրի հղումը սահմանադրության նախաբանից հանել չարժի եւ խաղաղության պետության խաղաղության նպատակները արժի սահմանել այլ կերպ, բայց նորից ես չեմ համարում, որ մեծ տրագեդիա կա դա հանելու մեջ։ Նոր սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելուն դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը։ Էդմոն Մարուքյանը չի մասնակցում նիստերին, նրա դիրքորոշումը չի փոխվել։ Խորհրդում արտախորհրդանական ուժերից երկուսն են Լուսավորն ու Փաշինյանին սատարող Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը, երկուսը իշխող խմբակցությունից։ Մարդու իրավունքների պաշտպանն է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, բարձրագույն դատական խորհրդից 1 անդամ, 3-ը քաղաքասարակությունից ու նախագահն էլ Արդարադատության նախարարն է։ Սրփուհի Գալյանը հռչակագիրը հանելուն կողմ է թե դեմ, մինչ այս պահը խուսափում է հարցին ուղիղ պատասխանել։